Տիկին Սուսաննա, այս ամենից հետո սկսենք ձեր տարիքի մասին հարցով, եթե թույլ տաք։ Նախ բարևում եմ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ճիշտ ասած, ես սպասում էի, որ ինձ երիտասարդական հաղորդումների ծրագիրը պիտի հրավիրեր, որովհետև ես ինձ դեռ զգում եմ այդ շրջանակում։ Այնպես որ տարիք չեք ասում եթերում։ Ինչպես տարիք եթերում չասենք։ Չէ, ասեք, դա գաղտնիք չէ, դա նույնիսկ բարձանք է, ոնց թե հետո տարիները ոնց կարող ես քողարկել։ Վերջը կա անձնագիր, կա սերունդ, որ քեզ ճանաչում է դեռ վաղուց, շատ վաղուց մի 45-50 տարի առաջ, այնպես որ չէ, ես չեմ խուսափում։ Դուք հնչեցրեք, թող զարմանան մարդիկ։ Այո, մեկ տարի ու կես հետո ես կդառնամ 80 տարեկան։ Հրաշալի է, հրաշալի։ Ուրախ եմ, որ եկաք, ուրախ եմ, որ մի տեսակ անհավատալի անկեղծ, որովհետև կյանքով լեցուն, մեր հեռախոսազրույցի ժամանակ էլ հետաքրքիր, ու գիտեմ, որ շատ հագեցած առօրյա ունեք։ Դուք դասավանդում եք, նկարում եք, կարում եք, ձեր առօրյայի մասին պատմեք։ Գիտեք ինչի՞ց է, ծերանալ չեմ հասցնում, անչափ զբաղված եմ։ Բոլոր զբաղմունքները, ինչ որ թվարկեցիք, դա ընդամենը մի շատ փոքր մասն է։ Ամեն ինչով սիրում եմ զբաղվել, եւ դասավանդել, եւ կազմակերպել, եւ հյուրեր ընդունել, եւ նկարել, եւ կարել, ցուցահանդեսներ կազմակերպել, այնպես որ օրվա մեջ շատ քիչ ժամանակ է մնում սուրճ խմելու, այդքան։ Ու ես գոհ եմ դրանից, որովհետև դա իմ կյանքն է, իմ առօրյան է, եւ ամբողջ կյանքի իմ ընթացքը այդպեսին է եղել։ Հիմա մի քիչ արագացրել եմ, որովհետև գիտակցում եմ, որ ժամանակը քանի գնում, իմ օգտին չի գնում, բայց ես աշխատում եմ հասցնեմ, որովհետև երբ մտածում եմ վերջի մասին, ոչ թե վախենում եմ կամ ափսոսում եմ, ուղղակի մտածում եմ, թե այդքան գործ ունեի, այդ գործերս չեմ հասցնի, որովհետև ինչքան ուզում ես գործ արա, եթե գործ ես անում, գործ անող ես, գործը չի վերջանում, երբեք չի վերջանում։ Ժամանակն էլ երբեք չի հերիքում։ Ժամանակը երբեք չի հերիքում եւ երբ որ տարիներդ գալիս են, դու նոր գիտակցում ես, որ կյանքում ամենաթանկը ժամանակն է։ Եվ ամենացավալին կորցրած ժամանակն է։ Մանավանդ երբ դու ստեղծագործող մարդ ես ու դատարկ ժամանակ ես կորցնում, դա նշանակում է, որ քո կյանքից տարին է ժամանակ պիտի մինուս աներ, որովհետև դու չես ապրել այդ ժամանակ։ Դու գոյություն ունեցել ես, բայց չես ապրել։ Ապրում ես այն ժամանակ, երբ որ գործում ես։ Արարում ես։ Ժամանակ կորցնել ասելով ինչ ենք հասկանում։ Այսօր ժամանակ կորցնելը ո՞րն է։ Գիտեք, ես իմ ուսանողներին էլ եմ միշտ ասում եմ մի մտածեք, որ անընդհատ պիտի ջահել մնաք։ Այդպես երիտասարդ պիտի մնաք։ Ժամանակը անտեղի կորցնել, դա նշանակում է անել ինչ-որ բան, այլ ոչինչ չանել, այդ արածնել ոչինչի հավասար է։ Գիտեք, ես միշտ մտածել եմ, որ յուրաքանչյուր մարդ, երբ աշխարհ է գալիս, ինքը գալիս է ինչ-որ մի առաքելությամբ։ Նշանակություն չունի, եթե դու գիտնական ես, նկարիչ ես, բանվոր ես, ով ես, ինչ ես, բայց առաքելություն ունես դու։ Եվ այդ առաքելությունը նա է, որ քո ոտնահետքը դու քեզանից հետո պիտի թողնես։ Այդ ոտնահետքը ինչքան խորը եղավ, այնքան դու երկար կապրես։ Ուրեմն պիտի աշխատես այնպես, ամուր պիտի կանգնես հողին այնպես, որ ոտնահետք թողնես։ Իսկ ջահելները մտածում են, թե դեռ կյանքը առջևում է։ Ճիշտ է, ջահելությունը այդպես թեթև է մտածում, բայց երբ որ տարիք են առնում, միշտ ասում են, հետ նայեցինք, որ ժամանակ չմնաց, այնպես որ այդ ժամանակը հարկավոր է ճիշտ օգտագործել։ Ես չեմ ուզում այսպես շաբլոն բաներ ասել, որ պիտի կաշտալ, որ իհարկե պիտի կաշտալ եւ ամենաճիշտ ժամանակի օգտագործումը դա ինքնազարգացումն է, որ մարդ պիտի աշխատի, ինչքան իմանալու տեղ կա, այն որ ասում են 100 տարի ապրի, 100 տարի սովորի, ամեն օր սովորելու բան կա, բոլորից սովորելու բան կա։ Մայրս միշտ ասում էր, թե մարդ ինչքան կուզե խելացի եղնի, երկու խելերի խոսք պիտի լսե։ Այսինքն բոլորից Խելարի Հա, ինչքան ուզում ես դու խելացի եղի, երկու խելարի խոսք պիտի լսես։ Անգամ նրանցից կարող ես բան սովորել։ Այո, օրինակ ես աշակերտներից շատ բան եմ սովորում։
Մեր գրական ստուդիայի երեխաները, երբ գրքի քննարկում են անում, գիրք են տալիս, կարդում են, ես համակ ուշադրությամբ լսում եմ երեխաներին ու մտքում ասում եմ, «Էս ինչ խելացի երեխեք են» ու իրենցից սովորում եմ։ Բոլորից պիտի սովորել, ամեն ինչից, փողոցում քայլելիս էլ, ամեն ինչից պիտի սովորել, այսինքն պիտի ուշադիր լինել կյանքի հանդեպ, անտեղի չանցնել, նայել ու չտեսնել, դա շատ ցավալի բան է, պիտի Անտարբեր անընդհատ չլինել, տեսնել, այո։ անընդհատ պիտի տեսնել, նայելով, անցնելով կյանքը շատ արագ է անցնում։ Տիկին Սուսաննա, մի բան մտքովս անցավ, ոտնայդ կը խորը լինի, թե մակերեսը մեծ։ Ես ցում է խորը ավելի խորը լինի, որովհետև ինչքան ժամանակներ անցնում են, այդ խորությունը միգուցե կհարթվի, ինչքան խորը լինի, այնքան ուշ կհարթվի այդ տարածությունը։ Ուզում եմ հիշեք այն տարիները, այն շրջանը, երբ որոշում կայացրեցիք Գյումրիում ստեղծել գեղագիտական կենտրոն։ Ուրեմն 70 թվին եմ ավարտել գեղարվեստաթատերականներ այն ժամանակ կոչվում Գեղարվեստի ակադեմիան, դիզայնի բաժնի առաջին շրջանավարտներից ենք, մենք ընդամենը 8 հոգի ավարտեցինք, եւ այն ժամանակ երկրում կար այսպեսի հիանալի օրենքներ, որ ավարտող ուսանողին շրջանավարտին գործուղում էին համապատասխան տեղ աշխատելու, որտեղ կարիք կար։ Եվ ինձ որպես լենինականցի գործուղեցին Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտ, որպես մշակութաբանության դասախոս։ Ես ընդամենը 23 տարեկան նոր ավարտել էի, 22-23 տարեկան։ Գնացի ինստիտուտ եւ մինչև այդ ինստիտուտի հետ զուգահեռ ես նաև դասավանդում էի նկարչական դպրոցում, որտեղ ես սովորել եմ, որտեղ ունեցել եմ հիանալի ուսուցիչներ, որոնց շնորհիվ եմ ես դարձել նկարիչներ, չեմ կարող չհիշատակել, դա շատ հայտնի նկարիչ Հակոբ Անանիկյանն էր եւ Սերգեյ Միրզոյանը, որոնց հոգին թող Աստված լուսավորի, իրենք են հիմքը դրել այդ նկարչության հանդեպ ունեցած սիրո եւ հետագա շարունակելիության։ Հետո բախտ ունեցա Սերգեյ Միրզոյանի հետ աշխատելու նաև եւ զուգահեռաբար դասավանդում էի նաև մանկավարժական ինստիտուտում, որ հիմա համալսարան է կոչվում։ Նոր թափով, նոր էներգիայով եկել էի աշխատելու եւ ինձ համար էլ որպես նախկին ուսանողի շատ մեծ պատիվ էր գնալ եւ դասախոսել։ Ու քանի որ ես դասախոսում էի տարրական կրթության, մանկավարժության, հոգեբանության եւ մեթոդիկայի ամբիոններում, այնտեղ էի դասավանդում, իմ մոտ այսպես միտք առաջացավ, որ մանկապարտեզներում սկսել կրթություն, այն ժամանակ այդպես չկար այդ անվանումը, հիմա ենք ասում գեղագիտական կրթություն, այն ժամանակ ասում էին էսթետիկա, բայց իմաստը դա չէր, ինչ որ հիմա է։ Ես մտածում էի, որ նոր բան պիտի ստեղծեմ եւ դա պիտի լինի կրթություն, արվեստի, գեղագիտության, պիտի լինի սկսած 3 տարեկանից, չնայած մենք բոլորս էլ հիմա արդեն գիտենք, որ երեխայի կրթությունը սկսվում է դեռ չծնված ժամանակվանից,